Այս անգամ սատանան հայտնվել է ոչ թե քաղաքում, այլ գյուղում Անուշավանում ու ոչ թե հայելու տեսքով, այլ ջրաչափի։ Անուշավանցիների համար ջրի խնդիրը դարձավ պատուհաս այն օրվանից, երբ գյուղը սկսեց սպասարկել Հայ ջրմուղ կոյուղի փակbaşնետիրական ընկերությունը։ Անհասկանալի, անճանաչելի, անծանոթ մարդիկ են ներկայանում, որը վեճերի եւ վիճաբանությունների խնդիրի առաջանում։ Այդ հարցով դիմել են Պատրիկ Լորենին, կարելի ասել բացարձակ ոչ մի պատասխան չի ուղարկել։ Անուշավանցիները ենթարկվում են տույժ ու տուգանքների իրենց համար անհասկանալի պատճառներով։ Անհայտ պայմաններում են կուտակվել նաև նախորդ տարիների ջրի դիմաց պարտքերը։ Առաջինը բորոքման ջուր ենք խմում։ Այս վիճակի ջուրը սանեպիդկայանից եթե գաննային երևի չթույլատրեն։ Որովհետև կարելի ասել գոմաղբի հոտ կա մեջը։ Ջիջու ворտերից լիքլեցված։ Ոչ մի զդում, ոչ մի բան վճարումն է կատարում է թանկ գներով։ Եվ գալիս են ջուղում էլ տուգանում են մեծ չափերի գումարներ, որը ջուղացինի վիճակի է չի վճարելու։ Տալում են բռնում են այդ քեզ ժամանակը բոլոր դե դիդեք, պատերազմն դեր, ժողովրդի դերը փող չկա, չիչեչը 100-120 տուգանում է, չես որդից պիտանքն։ 300,000 դրամ մեր տանը պարկ են գրել։ Դատարանի թուղթեր է։ Գնացի թեթի բերի էսի ան ուր դրա դատարանը, եթե մեզ դատարան։ Էսին պարկը կանենք ու ոչ հանել են։ 400,000 դրամ կանյակը խմե, ինչ է խմե։ Ջրաչափը տրել ենք հունվար ամիսը սառը մեր ջուրը վառում ենք որ ջուրը կա։ Տրակել էր, կլոմբը վառել էր։ Եթե տեսել են, տուգանել են 200,000։ Համայնքի բնակիչները վստահեցնում են, որ Հայ ջրմուղ կոյուղու տեսուչները ամիսը կամ 2 ամիսը մեկ անգամ են այցելում համայնք, վերցանում ջրաչափերի տվյալները, որպես կանոն ապօրինություն արձանագրում, համապատասխան ակտ կազմում եւ հեռանում։ Դրան հետևում է խոշոր չափերի հասնող տուգանքների մասին վկայող ծանուցումները, որոնք գյուղացիները ստիպված են վճարել։ Հայտնաբերելու դեպքում անմիջապես հեռախոսով նկարում են, այդ նկարը ուղարկում են Արտաշատ այնտեղ որոշում են կայացնեմ, առանց հիմնավորելու թե կաբարակնիկը փոկվելուց հետո ջրագողություն տեղի ունեցել է, չի ունեցել, միանգամից ասում են ակտի կազմանը։ Բարեղ մի թելիպես բան է, ժանգոտվում է ձմեր ժամանակ, խոնավության տակ, փոկվում է, կդրվում է, գալիս է, փոկված է։ Ինսամանի, նույնիսկ իրենք ենք փոկում։ Շատ վաղ։ Պալոմբը փոկվել է։ Չի կրը մարդը իր այդ բանը մուծի։ Դուժ են գերե, ինչ են գերե, իրանցի դուս։ Եթե տան ջրի վրա է պալոմբը զարդել են, դուրդեղ այդ օրենքը գրած։ Մենք շատ ենք մուծում, մենք մուծում ենք մեր լիտրին 157 դրամ, ընդ որում օգտագործում ենք ոռոգման ջուր, ոչ թե խմելու ջուր։ Ըստ համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանի ներկայացրած տվյալների, Անուշավանի մոտ 60 ընտանիք է 2013-ից 14 թվականների ընթացքում ենթարկվել վարչական պատասխանատվության։ 3 տարվա կուտակված պարտքի չափը գերազանցում է 3,335,000 դրամը։ Խնդրի առնչությամբ գյուղապետը բազմիցս է դիմել ինչպես ջրային տնտեսության պետական կոմիտե, այնպես էլ Հայ ջրմուղ կոյուղի փակbaşնետիրական ընկերության ղեկավար Պատրիկ Լորենին։ Վերջինիս հետ հանդիպել են քննարկել հարցը։ Եվ ես պատրաստակամություն եմ հայտնելու, որպեսզի այս ամեն ինչից ազատվենք, մենք դուրս գանք, համայնքով դուրս գանք Հայ ջրմուղ կոյուղից, վերցնենք ջուրը գլխամասով եւ մենք արդեն այնտեղ կորոշենք թե ինչ գներ ենք սահմանում բնակիչների։ Անուշավանցիները ցանկանում են հրաժարվել Հայ ջրմուղ կոյուղու սպասարկումից, ելքեր են փնտրում, սակայն դեռ հուսադրող պատասխան չեն ստացել համապատասխանատյաններից։ Խնդրի առնչությամբ համայնքը նաև Շիրակի մարզպետին է դիմել։ Այսօր բնակչությունը սպասում է մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատողի, որը գա բացատրություն տա, արդյոք այսպես շարունակվելու է, թե կարգավորվելու է այս խնդիրը։ Լուծեք այս հարցը Անուշավան համայնքում։ Ջուրը եթե մի նայեք, մարդիկ որ դժգոհում են, իրոք դժգոհելու իրավունք ունեն։ Նույնիսկ անասունը չի օգտագործում, չի խմում է ջուրը շատ ժամանակ։ Շիրակի մարզպետարանից մեզ տեղեկացրեցին, որ խնդրին իրենք տեղյակ են եւ առաջիկա օրերին հարցի վերաբերյալ կտրվի պարզաբանում։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, այսօր։